Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Տապանի գիտական Հայաստան հաղորդաշարն է եւ այսօր ես ձեզ ներկայացնելու եմ մի շատ հետաքրքիր երիտասարդի Արամ Մարգարյանին կամ ինչպես հայտնի է Արամ AI-ին, որը վերջերս շուկա է մտցրել իր պատրաստած պրոդուկտը հարմար AI-ը։ Նախ եւ առաջ ձեր պրոդուկտին անցնելուց առաջ ես կցանկանայի Արամ ներկայացնեք մեր հեռուստադիտողներին ձեզ եւ ձեր հետաքրքրությունների մասին եւ հետո կանցնենք ձեր պրոդուկտի քննարկմանը։ Մեծիրը։ Համեցեք։ Ես Արամն եմ։ Ես վերադարձել եմ Հայաստան 3 ամիս առաջ, մոտավորապես ապրել եմ Իսպանիայում վերջին 8 տարիներին ու այդ 8 տարիների ընթացքում զբաղվել եմ տարբեր գործունեություններ եմ ծավալել, եթե խոսանք հենց ինչ-որ պրոֆեսիոնալ գործունեությունների մասին, AI-ով ես զբաղվում եմ երևի վերջին 3.5 տարիներում, որ ժամանակ հասցրել եմ անել բազում պրոյեկտներ տարբեր ոլորտներում, թե արել եմ content, ստեղծել եմ content կիսվելով իմ գիտելիքներով, թե սարքել եմ սիստեմներ բիզնեսներին օգնելու, բիզնեսների պրոցեսները Որքան գիտեմ, ձեր կոնտենտը հիմնականում AI տարբեր պրոդուկտների մասին, հանրությանը այսպես ուսուցողական կամ նրանց մասին պատմելու այդպես վիդեոներ են, որքանով է մեր հանրությունը հետաքրքրված, մեր երիտասարդությունը առանձնապես AI-ի մասին տարբեր ուսումնական վիդեոներով։ Ես տենում եմ լուրջ հետաքրքրվածություն, հատկապես երիտասարդների շրջանում, բնականաբար, ճիշտ նկատեցիք դուք, իմ վիդեոները, իմ հիմնական ալիքը, այս պայմանությամբ Instagram-ն է, որտեղ որ ես երկար ժամանակ պատմելուց եմ եղել տարբեր AI գործիքների մասին ու թե որ գործիքով ինչ հնարավորություններ կան, թե անձնական էֆեկտիվությունը բարձրացնելու տեսանկյունից, թե մասնագիտական էքսպերտիզան բարձրացնելու տեսանկյունից, թե զրոյական դիրքից մարդու համար մտնել նոր մի ոլորտ ու կարողանալ ռեալ մոնետիզացնել, ոչ թե ուղղակի ինչ-որ հետաքրքիր նկարը վերափոխել, սարքել մի ուրիշ նկարի, այլ իրական արժեք ստեղծել բիզնեսի համար, օրինակ, օպտիմալացնել ինչ-որ պրոցեսներ կամ ստեղծել նոր արժեք ու դրանով փող աշխատել։ Այս մասում ես տենում եմ հետաքրքրություն, բայց էլի երևի մինչև 35 տարեկան մարդկանց շրջանակներում։ Ես ասում եմ ստատիստիկան, որը որ ես ունեմ իմ ալիքից։ Սովորաբար, այո, երիտասարդներն են ավելի հեշտ ընկալում նորը եւ դրա համար երիտասարդների մոտ է այդ հետաքրքրությունը, բայց ասեմ ձեզ, որ մեծահասակների մոտ էլ պակաս չէ հետաքրքրությունը հիմա AI-ի նկատմամբ եւ շատ դեպքերում AI-ը օգտագործվում է տարբեր աշխատանքների համար եւ անձնական թե բիզնես։ Ինձ համար օրինակ շատ հետաքրքիր կլներ, եթե դուք պատմեիք հատկապես ինչպիսի ավտոմատիզացումներ եք դուք անում տարբեր ընկերությունների համար, ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե կոնկրետ անունները, այլ ինչ ուղղություն եւ ինչ են կոնկրետ ավտոմատիզացնում արդեն հիմա, որովհետեւ AI-ի զարգացումը ցույց է տալիս, որ շատ մասնագիտություններ եւ գործողություններ, որոնք առաջ պահանջում էին մարդու անմիջական մասնակցությունը, հիմա շրջանցվում են։ Եվ ինչքան մենք լավ պատկերացնենք այդ ուղղությունը, թե ինչ ուղղությամբ է դա գնում, այնքան ավելի հեշտ կլինի այդ մարդկանց համար, որոնք կորցնելու են աշխատանքը, վերապրոֆիլավորվել։ Մեծ շատ հստակ case կարամ պատմեմ, որը ամենամեծ ROI ունի, այսինքն ամենամեծ վերադարձնա ինվեստիցիայի համար, ասենց ասած։ Լիքը B2B կամպանիաներ, որոնք որ ամենօրյա կերպով կլիենտներ ման գալու համար կարիք ունեն գեներացնելու նոր լիդերի, նոր բիզնեսների, իրանք երկար ճանապարհ են անցնում այդ լիդերին կվալիֆիկացիա անելու sense ասած, այսինքն մենք ունենում ենք մեծ լիստ 5000, 10000, 20000 պոտենցիալ կլիենտների, որոնք որ կան լինեն մեր համար, մի մասը ռելևանտ են, մի մասը ռելևանտ չեն։ Շատ լավ։ Ես կուզենամ, որ մեր հեռուստադիտողների համար դա մի քիչ ավելի բարձ լեզվով ասեք,
Այսինքն ինչ դա վաճառքների խթանումն է, թե այլ հնարավորություններ։ Կոնկրետ այս օրինակը, Այո։ ես մի բառով փորձեմ բացատրեմ այս օրինակը ինչի մասին էր, այս օրինակը նրա մասին էր, որ եթե անցյալում մարդը պետքա նստեր ու մանուալ ձեռով մտներ ամեն մի պոտենցիալ կլիենտի մասին ինֆորմացիա ուսումնասիրել ու հասկանալ այս կլիենտը մեզ իրոք կլիենտ կարա լինի, թե չի կարա լինի, եթե մարդը առաջ 8 ժամվա ընթացքում կարա աներ դա 100 կամպանիայի հետ, օրինակ, այսօր մենք կարանք սարքենք սիստեմներ, որը որ մի օրվա ընթացքում կարա 10,000 կամպանիայի վրայով անցնի, հետևաբար, եթե մենք առաջ ուսումնասիրում ենք 100 պոտենցիալ կլիենտի, հետո գտնում ենք, որ դրանցից, ասենք, 10%-ն է մեր համար ռելևանտ, դիմում ենք, իրանցից 10%-ն էլ մեզ գալիս էին կլիենտ էին դառնում, ասենք 100-ից 1-ը։ Այս պարագայում մենք կարող ենք արդեն 10,000-ից 10,000-ի 10%-ը դառնա մեր համար ռելևանտ 1000 հոգին։ 1000 հոգուց 10%-ը դառնա մեզ կլիենտ։ Իսկ մենք բառացիորեն այս օրինակում իրականության հետ մեկ կարասա կապ չունենա, բայց կոնկրետ այս օրինակում մենք ոնց որ 100 անգամ ավել եկամուտ կարացան գեներացնել։ Նայեք, ես արդեն տպավորված եմ այն իմաստով, որ դուք փաստորեն Իսպանիան թողել եք եւ եկել եք Հայաստան եւ աշխատում եք հայկական սեգմենտի համար։ Այն ընկերությունները, ում համար դուք ավտոմատիզացիա եք անում, դրանք հայկական ընկերություններ են։ Դրանք ընկերություններ, որոնք on-line դուք կարողանում եք սպասարկել նաև տարբեր աշխարհային։ Ես միանշանակ կարող եմ սպասարկեմ եւ on-line, բայց կոնկրետ այն case-երի մասին, որոնց մասին մենք խոսացինք ու որոնց հետ որ ես Իսպանիայում աշխատում եմ, իրանք հայկական կամպանիաներ են, նրանք ծնվել են Հայաստանում ու իրանք ծառայություն են մատուցում Հայաստանից դուրս ևս։ Դուրս ևս, սա շատ հետաքրքիր է։ Երևի ավելի շատ դուրս կան ներս։ Շուկայի հայոմետության խնդիրը։ Լավ, դա հասկացանք հաճախորդներ գտնելու մասով։ Այլ, այսինքն դա մարքեթինգի բաժնի վերափոխում է։ Այսինքն AI-ով դարձնել ավելի էֆեկտիվ։ Հա, մարքեթինգ չի ասի, կոնկրետ այս մեր օրինակը կասեի վաճառքի բաժնի գործիք էր այս կոնկրետ այս մի օրինակը։ Հա, եթե մենք կարող ենք նրանց անենք, որ այն մարդը, որ վերջնական շփում ունենում է կլիենտի հետ ու անում է վաճառքը, ինքը ոնց որ արդեն այս սաղ ճանապարհի ամենավերջում է կանգնած լինում։ Դες AI-ը անում է սաղ նախապատրաստական աշխատանքը, անում է առաջին մեյլը օրինակ ուղարկում է մարդուն, հենց մարդը ցույց է տալիս հետաքրքրվածություն, այդ ժամանակ արդեն իրական մարդուն գալիս է նամակ, որ այս մարդը հետաքրքրված է։ Ու նոր ինքը վերցնում է արդեն ոնց որ մարդկային այդ հպումը տեղի ունենում ու բնականաբար այդ մարդը լիքը ազատ ժամանակ է ունենում, ինքը եթե մենակ վերջին հպումները զբաղվում, ինքը ավելի մեծ ծավալի արդյունք է կարող ստեղծի։ Հասկանալի է, ձեր տպավորությամբ, այս պահի դրությամբ Հայաստանում ընկերությունների որ մասն է հասկացել հայաստական բանականության կամ AI-ի առավելությունը եւ դրանցից որ մասն է մոտորապես փորձում ինչ որ օգտվել դրա հնարավորություններից։ Շատ լավ հարց է։ Ինձ թվում է բոլորն էլ պլյուս մինուս հասկանում են, որ սա նոր տեխնոլոգիա է ու սա բերելու լիքը փոփոխություններ։ Քանիսն են իրական գործողություններ անում, որ գնան այդ փոփոխությունների, ինձ թվում է ավելի փոքր տոկոսը։ Շատերը մտլավ բարկա հայփ այդ հայփի մեջ են, այսինքն տենում են այդ աղմուկը, որ կա ու հասկանում են, բայց ռեալ գործողություններ շատ քիչ են անում ու ստեղ ոնց որ կան օբյեկտիվ պատճառներ էլ, որովհետև շատ էլ չեն են մարդիկ, ովքեր որ կարան այդ փոփոխությունները բերեն, երևի հենց դրա համար է, որ իմ համոզմամբ, իմ գնահատմամբ, ոնց որ փոփոխությունները Հայաստանում դանդաղ են առաջ գնում։ Շատ լավ, հիմա եկեք անդրադառնանք ձեր ստեղծած գործիքին, բայց դրանից առաջ ես կառաջարկեմ մեզ հեռուստադիտողներին դուրս գալ գովազդային դադարից, ելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդից անմիջապես հետո մենք քննարկենք Արամ Մարգարյանի կամ Արամ AI-ի կողմից պատրաստած հետաքրքիր գործիքը հայկական միջավայրի համար եւ կտեսնենք, թե ինչքանով է այն օգտակար կամ ոչ օգտակար։ Գովազդ է եթերում։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը, Արամ Մարգարյանն է մեր եթերում եւ հարցս հետեւյալն է. ինչպես առաջացավ այդ հարմար AI-ի գաղափարը, այդ գործիքի, ինչ է անում այդ գործիքը, ինչպես եղավ որ դա պատրաստեցիք, ինչ թիմ ունեք, մի խոսքով ամեն ինչ այդ գործիքի մասին, նաեւ խնդրում եմ մեր հոստատիտողներին հստակ ներկայացրեք, թե ինչի համար է այդ գործիքը եւ ինչպես նրանք կարող են դա օգտագործել։ Մենք դրանից էլ եկեք սկսենք։ Հարմար AI-ը սուբտիտրեր ավելացնող գործիք է վիդեոյի վրա։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք գալիս ենք մեր վիդեոն սարքում ենք, վիդեոն սարքելուց հետո գցում ենք հարմար AI ու հարմար AI-ը մեզ տալիս է մեր վիդեոն սուբտիտրերը վրան ավելացրած։ Մի քանի րոպեվա ընթացքում։ Ում համար է հարմար AI-ը։ Հարմար AI-ը ցանկացած content ստեղծողի համար է, կլինի դա YouTube influencer կամ կլինի TikToker կամ կլինի Instagram influencer կամ կլինեն մարդիկ, ովքեր ֆիլմ են նկարում ու իրանց պետք է սուբտիտրեր, առհասարակ ինչի համար է պետք է սուբտիտրերը մարդկանց, որովհետև լիքը մարդ հատկապես ժամանակակից աշխարհում, սոցիալական ցանցերում ու հատկապես կարճ ֆորմատի վիդեոներ նայելուց նայում են առանց ձեն ու սուբտիտրերը տալիս են հնարավորություն նայողին նախ հասկանալ, թե ինչի մասին է վիդեոն, երկրորդը չթերթել առաջ ու ավելի երկար նայել։ Ոնց եկավ հարմար AI սարքելու իդեան։ Նախ սկսենք նրանից, որ նմանատիպ գործիքներ կան աշխարհում, առհասարակ, Հայաստանում եւս կան, բայց այդ գործիքները ունեն մեծ խնդիր։ Մենք, քանի որ խոսում ենք մեր հայերենը բաղկացած չի մաքուր հայերենից, մենք մեր հայերենում օգտագործում ենք շատ ռուսերեն կամ անգլերեն
կամ իսպաներեն բառեր, այդ գործիքները չեն կարող ճիշտ տան արդյունք։ Ու քանի որ ես ինքս content ստեղծող եմ, ես ինքս հանդիպել եմ այդ խնդրին ողջ 2025 տարվա ընթացքում ու եկավ մի պահ, որ ես հասկացա, որ սա հենց այն խնդիրն է, որ ես կարամ լուծեմ, թե իմ համար, թե մնացած content ստեղծողների համար Հայաստանում։ Ու արձագանքը իրականում շատ մեծ էր, այսինքն այն product market fit կոչեցյալը, որ կա շուկա, որ ռեալ ունի sense գործիքի կարիք, շատ մեծ էր ու ողջ content ստեղծողների համայնքը հենց առաջի հայտարարության պահից սկսած շատ բուրըն մեծ արձագանք ունեցանք մենք, որովհետև ռեալ սա խնդիր էր։ Սուբտիտրերի ստեղծումը իհարկե կարևոր է եւ սուբտիտրերի արկայությունը տեքստի վրա տեքստին տալիս է ավելի հասկանալու հատկություն։ Պատմեք ինչպես է հարմար AI աշխատում, արդյոք ծառայությունը անվճար է թե վճարովի, ինչ սիստեմով է ընդհանրապես այդ բիզնեսը կառուցված որպես այդպեսի։ Շատ լավ։ Ուրեմն հարմար AI-ը կարող են փորձել ցանկացած մարդ կարա փորձի։ Հարմար AI-ը սահմանափակ քանակությամբ, այսինքն սա տալիս է հնարավորություն մարդուն, որ մարդը գա ու համոզվի հարմարի որակի մեջ։ Այսինքն հարմարի իրական արժեքը ինչու՞մն է կանում, որ հարմարը էկոնոմիանում լիքը ժամանակ։ Եթե 5 րոպեանոց վիդեոն այն ժամանակ պետք է մարդուն ձեռով սուբտիտրեր ավելացնելուն տաներ, չգիտեմ, 1 կամ 2 ժամ, կամ թեկուզ 3 ժամ, հիմա դա տեղի ունենում 2 րոպեում։ Ռեալ այս օգուտը, այս փոփոխությունը զգալու համար մարդը ունի հնարավորություն գա գրանցվի հարմար AI-ում ու հենց առաջին վիդեոն մինչև 3 րոպեանոց գցի ու ընդհանրապես ոչ մի վճարի մասին խոսք չկա, ընդհանրապես ոնց որ փող ծախսել պետք չի։ Դրանից հետո, երբ մարդը արդեն մտավ, օգտագործեց գործիքը, հասկացավ, տեսավ ռեալ որակը, տեքստի որակը, ոճեր փոխելու, գույներ փոխելու, ֆոնտեր փոխելու հնարավորությունները, նույն որակի ինչ որ վիդեոն գցել է, նույն որակով վիդեոն էքսպորտ անելու հնարավորությունները հենց տեսավ ու հասկացավ, այդ ժամանակ արդեն user-ը հնարավորություն ունի գա ու օգտվի երկու այս պայդելությամբ subscription-ներից մեկը կարա ընտրի։ Բաժանորդագրություններից, այո։ Ամենաառաջին էտապում այդ 6000 դրամ բաժանորդագրությունն է, որի մեջ կա 60 րոպե ամսական, երկրորդը 15000 դրամանոցը, որտեղ որ կա 250 րոպե։ Իսկ մարդը կախված դրանից թե իր ամսական պահանջները ինչքան են, թե ինքը ինչքան հաճախ է կոնտենտ օրինակ արտադրում, կարա ընտրի թե որ տարբերակներն են ավելի հարմար։ Եվ այդ գները, որոնք որ AI-ի տեսանկյունից բավականին բարձր գներ են, համատած ասենք ChatGPT կամ բանի հետ, ինչպես է որ ձեր պրոդուկտը այդքան պահանջարկում է։ Գնի մասով ինձ էլի են մեկնաբանություններ արել գնի հետ կապված, որ կան ավելի ոնց որ մեծ ծավալով բաներ անող գործիքներ, մասնավորապես ChatGPT-ն, պրոստը այստեղ բան պետք է հասկանանք, էլի շատ կարևոր, որ ChatGPT-ն այսօր փող չի աշխատում։ ChatGPT-ն ունի ինվեստորներ, որոնք որ միլիարդներ են ներդնում իր մեջ ու մենք կարող այսօր ChatGPT-ն օգտագործենք $1000-ի, բայց դրա դիմաց տանք $20։ Դա ոնց որ հայտնի տարածված, ասենք, բիզնես մեխանիզմ է ու դա աշխատում է, երբ որ կան, այսինքն մեր ովքեր են ձերով անավորները եւ ձեր թիմը։ Շատ լավ, միտքս մենակ վերջացնեմ, ChatGPT $20 մենք տալիս ենք, $980 տալիս են մեկ ուրիշ ինվեստոր, նենց չի որ ոչ մեկ չի տալիս։ Իմ դեպքում ոչ մի ինվեստոր չկա։ Ես մենակ եմ սարքել հարմար AI-ը, հարմար AI-ը բնականաբար իրանից ներկայացնում է բիզնես, ոչ թե ՀԿ օրինակ։ Ու բնականաբար հարմար AI-ը օգտվում է տարբեր մոդելներից, որպեսզի անի տեքստի գեներացիան ու առհասարակ, որ այդ համակարգը աշխատի, ու բնականաբար դա եւս ունի իր գները ու հենց դրանից է գնագոյացումը տեղի ունենում։
Ինչ ծրագրեր ունեք մոտ ապագայում, զարգացնելու եք հարմար է, թե ոչ, այլ գործիքներ եք պատրաստվում արտադրել, թե ոչ, եւ ընդհանրապես մենք խոսում ենք շատ հաճախ ուրիշների ստեղծած արհեստական բանականության տեղայնացնելու կամ նրանից օգտվելու ուսումնական process-ի մասին, բայց ես գրեթե չեմ տեսել, որ մարդիկ խոսեն արհեստական բանականության ստեղծելու ուսուցման ուղղությամբ աշխատանք։ Դա արդյոք այդքան բարդ է, որ Հայաստանում դա չպիտի արվի։ Հայաստանում դա չի կարող արվի։ Դրա համար շատ առաջին ես հարցին պատասխանեմ, հետո հետ գամ հարմարի մասով մոդելներ, եթե ճիշտ հասկացա, չէ, մեծ լեզվական մոդելների մասին է խոսքը, ինչպիսիք են Gemini, ChatGPT-ն եւ Claude եւ այլն, Հայաստանը չունի ոչ մի բավարար ռեսուրս այդ անելու համար։ Այսինքն, ես ուզում եմ ավելի հստակ որ ռեսուրսի մասին է, չունենք, ասենք, այդ գործարանը, չունենք այդ hardware-ը, չունենք, ինչը չունենք։ Երեթե ոչ մի բան չունենք։ Երևի գործարանը հենց կունենանք, բայց տաղանդի պակաս կա բնականաբար։ Այսինքն ուսումնական process-ում մենք չունենք համապատասխան ուսուցանված կադրեր, դա եք ուզում ասել։ Ահա, բայց էլի ես ոնց որ սա կհնչի թե ոնց որ սա իմ կողմից կհնչի նենց որ Հայաստանը ինչ որ հետ ամնում կամ նման մի բան, բայց իրականում ոնց որ 95% երկրները ունեն այս խնդիրը էլի, այսինքն ես չեմ պատկերացնում ինչ որ մի սցենար, երբ որ Հայաստանը Իրանով կարող է համ տաղանդը գեներացնի, համ այդքան բավականաչափ տվյալներ գեներացնի, որ մտածի ոնց որ սեփական լեզվական մեծ լեզվական մոդել սարքելու համար աշխարհում Ամերիկան ու Չինաստանն են հիմա կարում նմանատիպ բաներ անեն, այսինքն մյուս շատ մեծ կշիռ ունեցող մեծ թեկուզ եվրոպական երկրները ոնց որ չեն հասցնում ոնց որ լուր մնաց որ մենք սպասելիքներ ունենանք Հայաստանից նմանատիպ։ Ես ուրիշ կարծիքի եմ Հայաստանը ոնց որ ինչ կարա անի այդ ուղղությամբ, Հայաստանը կարա լինի կիրառող այդ ամեն ինչի, որովհետև էլի հետ գալով մեր այդ ChatGPT օրինակի վրա, այսօր այն մարդիկ ովքեր որ ստեղծել են այդ լեզվական մոդելները հիմնականում փող չեն աշխատում, բայց այն մարդիկ ովքեր որ սարքում են հարմար AI, փող աշխատում են։ Այսինքն եթե մենք էլի նայենք ոչ թե այդպես ինչ որ վեր պետական որ այ մենք պետքա սարքենք ինչ որ LLM-ի նման մի բան, այլ հակառակը մենք նայենք որ մենք ոնց կարանք օգտագործենք ներկայիս տեխնոլոգիաները մեր առօրյա process-ները լավացնելու կամ նոր process-ներ սարքելու համար, նոր արժեք ստեղծելու համար, ինձ թվում է հենց այդտեղ մենք կարանք հաղթենք։ Արդյոք դա չի ստեղծում որոշակի կախվածություն, ասենք օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Չինաստանը թույլ են տալիս ձեզ օգտվել այդ գործիքներից, թե ոչ։ Օրինակ ձեր բիզնեսը կտուժի նրանից, եթե հանկարծ ինչ որ քաղաքական նկատառումներով հանկարծ օրինակ Հայաստանը մտնի այն երկրների մեջ, որտեղ այդ ChatGPT-ն չի տալիս այդ հնարավորությունները։ Ինչպես է տեսնենք։ Կտուժի կախվածության մեջ միանշանակ ընկնում ենք, բայց ես չեմ պատկերացնում սցենար, որ հնարավոր է չլիներ կախված այս մասով։ Ես անկեղծ չեմ պատկերացնում այդպես սցենար, կա մի հատ սցենար, կան բաց մոդելներ, կան մոդելներ, որոնք որ բաց կոդով են։ Մենք կանանք այդ մոդելը կոպիտ ասած էլի, ֆայլ է, մենք բերում ենք մեր սերվերները ֆիզիկապես դնում ենք Հայաստանում, մեր ստուդիայի կողքը ու այդ ֆայլը միացնում ենք։ Այդ ժամանակ մենք կախված չենք լինի, որովհետև մոդելը հենց դա մեր ձեռքում։ Եվ կարող ենք այդ մոդելը փորձել զարգացնել, ավելացումներ անել, սովորեցնել։ Ծիարից իջսկի հա, հնարավոր է այդպես բան։ Այսինքն դուք որպես երիտասարդ մասնագետ, որը որ հենց AI-ով է զբաղված, համենայն դեպս այդպիսի խնդիր դնել է ձեր առաջ այս պահին տեսնում եք ֆանտաստիկայի բնագավառ։ Հա, ես էլի որպես ինդիվիդուալ ու իմ գործունեության մեջ եւս, երբ ես սովորացնում եմ տարբեր մարդկանց կամ ինչ որ ուղղություն եմ տալիս մարդկանց, բնականաբար ոչ մեկին ես չեմ ասում գնացեք ձեր մոդելը սարքեք։ Բնականաբար ես բոլորին առաջարկում եմ, որ այ դու կարաս օրինակ քո, եթե դու մարքետոլոգ ես, դու կարաս մարքեթինգի մեջ օգտագործես SSS գործիքները ու ստեղծես ավելի շատ արդյունք կամ դու կարաս սարքես հարմարի պես մի բան, օրինակ, որովհետև մեծ կամպանիաներ սարքելը OpenAI կամ Anthropic-ի նման
ես ռեալ չեմ համարում, էլի որ Հայաստանում կարծես բանը։ Շատ լավ, հասկանալի է ձեր մոտեցումը, հասկանալի է ձեր հարմար AI-ի դիրքավորումը շուկայում։ Դուք ասացիք, որ փող են աշխատում հարմար AI-ի կամ նմանատիպ այլ ընկերություններ։ Եթե գաղտնիք չի, հարմար AI-ի բերած եկամուտները ձեզ մոտ ինչպիսին է։ Չէ, գաղտնիք չի, հարմարը առաջի անգամ հարմարի մասին խոսացվեց հունիսի սկիզբ առաջի օրերին, այսօր մենք հունիսի 20-ն ենք ու այս 20 օրվա ընթացքում արդեն մենք հարմարում ունենք 22 ակտիվ օգտատեր նկատի ունեմ օգտատեր ովքեր որ արդեն վճարել են ու այս պայդրությամբ հարմարը գեներացնում է ամսական 150,000 դրամ այդ առաջի ոնց որ 20 օրվա արդյունքն է ու այս բիզնես մոդելը հայտնի է նրանով որ ինքը ունի ավել ոնց որ աստիճանաբար ավելացնելու հնարավորություն այսինքն ոնց որ եթե մենք նայում ենք ստարտի համար ոնց որ ինչ թվեր ունենք ինձ թվում է ավելի քան գոհացնող է մի պրոյեկտի համար որի վրա որ ծախսվել են իրականում շատ մանր թվեր էլի հետ վերադառնալով իդեպ այս մեր խոսացածին հարմարի նման software սարքելը պահանջում ավելի շատ ժամանակ սարքողի կողմից քան գումար եթե նայենք օրինակ առաջ հարմարի պես ստարտափ ունենալը ինձնից պետք կլներ գնալ վարձել օֆիս ինձնից պետք կլներ ունենալ մի քանի հոգի տեխնիկական մասնագետներ որ ամեն մեկը ինչ որ մի հատ գործ կաներ ինձնից պետք կլներ փողեր ծախսել գովազդանելու վրա եւ այլն եւ այլն ես ինչ եմ արել այսօր միջև էս ինչ ծախսեր եմ ունեցել գրեթե զրոյական ես օգտագործել եմ գործիք որին որ տալիս եմ ամսական $100 բաժանորդագրության գումար ու դաժե եթե հարմարը չլիներ ես մեկը այդ բաժանորդագրությունը տալու էի ու անելու էի մնացած գործերը ու միակ ոնց որ ռեսուրսը որը որ ծախսվել է այդ չի եղել ընդհանրապես փողը տեղել է իմ ֆոկուսը ու իմ ժամանակը Դե ինչ, հաջողություն մաղթենք ձեր աշխատանքի մեջ, ուշադրություն եմ դարձնում հրավիրում մեր տարբեր թվային կոնտենտ ստեղծողներին, հիմա Հայաստանում հնարավորություն կա հայերեն սուբտիտրեր, ոչ միայն գրական, այլև ոչ այնքան գրական խոսքի համար, դրանով կարող են հետաքրքրվել ֆիլմ արտադրողները, դրանով կարող են հետաքրքրվել բոլոր նրանք, ովքեր ստեղծում են թվային ֆիլմեր և կիսվում են դրանով հանրության հետ։ Սրանով ուզում եմ ավարտել մեր հաղորդումը, շնորհակալություն Արամին, որ այցելեց ընդունեց մեր հրավերը, ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և մինչև նոր հանդիպում։